Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերջզգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց իսկ տեղադրված են հուլիս ամսվա կանխատեսումները եւ շուտով կլինեն նաեւ օգոստոսի կանխատեսումները եւ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, նախ ինչ բունյութին անցնել, հիշեցնեմ, որ ողջ հուլիս ամսվա ընթացքում, քանի դեռ Մերկուրին նամանավանդ հետ ընթաց է, գործում են մեծ զեղչեր 50%-ի չափով իմ բոլոր ծառայությունների համար, ինչպես օնլայն խորհրդատվության, այնպես էլ մոգական ծառայությունների համար, այնպես որ շտապեք օգտվել այս բացառիկ հնարավորությունից։ Եվ ուզում եմ հիշեցնել, սիրելի բարեկամներ, հերթական անգամ իրականացված օրով եւ ժամով իմ կանխատեսման մասին, դեռևս հունիս ամսվա կանխատեսումներում ես զգուշացնում էի, որ հենց Մերկուրին կրկին դարձավ հետընթաց, այսինքն դա հունիսի 29-ին էր, հունիսի վերջում, հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև եւ այդպես էլ տեղի ունեցավ, կարծես թե արդեն պետք է ստորագրվեր խաղաղության համաձայնագիրը, վերջնականանար, բայց կրկին անգամ հենց Մերկուրին դարձավ հետընթաց, այդ բոլոր պայմանավորվածությունները, այսպես ասած, հոդս ցնդեցին եւ եթե հիշում եք անցած շաբաթվա արված իմ կանխատեսման մեջ, հենց ամենավտանգավոր եւ ամենակարևոր օրերն էին ռազմաքաղաքական զարգացումների տեսանկյունից, հենց ես առանձնացրել էի հուլիսի 7-ը եւ 9, հուլիսի 7-ից 9։ Եվ այդպես էլ փաստացի տեղի ունեցավ, սիրելի բարեկամներ, ըստ էության ռազմական գործողությունները հենց այդ ժամանակ ցավալիորեն վերսկսվեցին։ Դե ես կանխատեսումը իհարկե արել էի սիրելիներս, որ այս կոնֆլիկտը, այսինքն Իրան-Իսրայել ԱՄՆ այդ կոնֆլիկտ ռազմական բախումը դա բավականին տևական է լինելու, այդպես նա 40 օրով կամ մի քանի ամսով չի սահմանափակվելու, նամանավանդ այժմ մենք գտնվում ենք 2026 թվականի ամենաբարդ եւ ամենատուրբուլենտ շրջանում Եվ տեսնում եք ինչ է տեղի ունենում, բազմիցս զգուշացրել եմ սիրելիներս, հուշել եմ, հորդորել եմ, որ այն պետությունները, այն, չգիտեմ, կազմակերպությունները, այն մարդիկ, ովքեր իրենց խորհրդանիշը կընտրեն առյուծը, նրանք մեծ փորձությունների են հանդիպելու 2023 թվականից հետո եւ հատկապես 24 թվականի նոյեմբերից, երբ ավերիչ Պլուտոնը մուտք գործեց ջրհոս կենդանակերպ։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ, սիրելի բարեկամներ, մենք ականատեսը եղանք Գագիկ Ծառուկյանի ձերբակալության, նրա առանձնատանը ամեն քայլափոխին առյուծներ, ոսկեգույն առյուծներ, չգիտեմ, կենդանի առյուծներ եւ ընդհանրապես նրա բոլոր բիզնես կենտրոններում, բոլոր կազմակերպությունների խորհրդանիշը, այսպես լոգոտիպը այսպես կոչված հենց առյուծն է եւ այդ իսկ պատճառով հենց Պլուտոնը, քանի որ նա այժմ դիմակայում է առյուծ կենդանակերպին գտնվելով ջրհոսում եւ Յուպիտերը մուտք է գործել առյուծ եւ այս դիմակայությանը մենք ականատես ենք լինում թե ռազմաքաղաքական լարվածության, թե ռուս-ուկրաինական ճակատում, թե Իրանի եւ ԱՄՆ-ի միջև լարվածության տեսանկյունից հենց այդ հակասությունը հանգեցրեց նրան, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, կալանավորվեց 2 ամսով եւ այդ տխուր իհարկե միջադեպը նաեւ տեղի ունեցավ, երբ նրա այդ Եկ առյուծը հազվագյուտ սպիտակ եկ առյուծը նա ուրեմն
անկավ սատկեց եւ նարկոզից հետո, այսպես ասած, աչքերը չբացեց։ Այսինքն սա հենց Պլուտոնի անմիջական Պլուտոնի ավերիչ զորության իրական դրսևորումն է մեր կյանքում։ Միաժամանակ գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը ինքը աղեղնավոր է եւ Սև Լուսին այժմ անցնում է աղեղնավոր կենթանակերպով, որը հենց նույնպես տրիգեր հանդիսացավ այդ բոլոր իհարկե տխուր միջադեպերի եւ անօրեն գործողությունների համար։ Ես իհարկե հեռու եմ այն կարծիքից, որ նա անմեղ մարդ է։ Միլիարդատերերը եւ միլիոնատերերը ընդհանրապես անմեղ չեն լինում եւ ազնիվ շատ քիչ մարդ կա նրանց մեջ։ Բայց այնուամենայնիվ այդպիսի բիրտ ուժի կիրառումը դա իհարկե անընդունելի է տարիքով մարդու նկատմամբ։ Այսինքն իհարկե ձերբակալել կարելի էր, բայց ոչ այդ եղանակով, այդպես բիրտ ուժ կիրառելով, տապալելով գետնին մի քանի հոգով, ձեռնաշղթաներով, դա իհարկե բացառիկ անընդունելի է մարդու իրավունքների տեսանկյունից, բայց ինչևից է սա Պլուտոնի անմիջական դրսևորումն է, հենց այդ դիմակայության անմիջական դրսևորումն է, այսինքն այն ինչ որ ես կանխատեսել է, որ այն պետությունները, այն թեկուզ Իրանը նույնպես Իրանի ուրեմն զինանշանի վրա առյուծ է պատկերված եւ դրոշի վրա, նաեւ վտանգի տակ է Հնդկաստանը եւ մի շարք այլ երկրներ, որտեղ նույնպես առյուծներ են հանդես գալիս եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մեր զինանշանի վրա նույնպես տեղարյուծը արկա է մեր գերբի վրա, առայժմ արկա է առյուծի պատկերը, հա, այդ մեր հին թագավորությունների զինանշանների այդ առյուծը, քանի որ թագավորական զորության պես ասած բացառիկ նմուշ էր, հենց թագավորի արեգակն է իշխում առյուծ կենթանակերպում, այս պատճառով հենց առյուծը համարվում է ուրեմն բացառիկ իշխանության խորհրդանիշ։ Իհարկե դա շատ լավ է, բայց Գագիկ Ծառուկյանը պետք է հասկանար, որ իրողությունները փոխվել են, Պլուտոնը մուտք է գործել ջրհոս եւ առյուծների գործերը լավ չեն։ Այսինքն երբ պարտվում են առյուծներ, իհարկե դա նշանակում է, որ ակտիվանում են շակալները, որը եւս տեության տեղի ունենում։ Այսինքն բավականին բարձ զարգացումների դեռ լինենք, ականատեսը բավականին նոր ձերբակալությունների, բարձ զարգացում, որտեվ այդ այսպես բիր տոտալիտար համակարգի, բռնատիրական համակարգի հաստատումը հենց բնորոշ է եւ նրա դեմ պայքարը հենց բնորոշ է այն ժամանակահատվածներին, երբ Յուպիտերը նաեւ տարանցում է առյուծ կենթանակերպով, այսինքն եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ վիդեոն, թե ինչ է նշանակում Յուպիտերի տարանցումը առյուծ կենթանակերպով։ Նաեւ հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ օրերս ներկայացրել եմ շատ հետաքրքիր, շատ բովանդակալից էքսկլյուզիվ բացառիկ նյութերով վիդեո Կիևյան կամրջի առեղծվածը, եթե չեք դիտել, անպայման նաև այդ վիդեոն դիտեք, որտեղ այնտեղ նույնպես շատ հետաքրքիր կանխատեսումներ կան ոչ միայն Կիևյան կամուրջի մասին, այլ առհասարակ Հայաստանի ապագայի մասին։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում հուլիսի 3-րդ շաբաթվա ընթացքում, այսինքն հուլիսի 13-ից 19 ընկած ժամանակահատվածում։ Նու բավականին հետաքրքիր շաբաթ է, ինչու, որովհետև գալիք շաբաթ կլինի նորալուսինը, հուլիսյան նորալուսինը, դա այսպես ասած այն նորալուսինը, որը նախորդելու է խավարումների միջանցք ու շատ հետաքրքիր խորհրդանշական նորալուսին է։ Սիրելիներս, շաբաթը սկսվում է հենց հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը, լուսինը
Երևանի ժամանակով 2:48 րոպեին մուտք գործի Խեցգետին կենթանակերպը եւ այնուհետեւ հենց 8:53 րոպեին վաղ առավոտյան գեղեցիկ վեցանկյուն կազմի Սիրո եւ գեղեցկության որակը Վեներայի հետ, որը արդեն հուլիսի 9-ից գտնվում է կույս կենթանակերպում, 3 աստիճան կույսում գտնվում է Վեներան եւ 3 աստիճան Խեցգետնում գտնվելու լուսինը, որը բարենպաստ է կանանց միջև հարաբերությունները կարգավորելու, ինչ որ ընկերական հանդիպումների դրական զարգացումներ խոստացող խոսակցությունների եւ այլն եւ ընդհանրապես կանանց հետ կանանց միջև եւ կանանց հետ հարաբերությունները կարգավորելու համար սիրելի բարեկամներ 9:46 րոպեին այնուամենայնիվ լարվածությունը աճելու է ինչու որովհետեւ լուսինը լարված քառակուսի կառաջացնի Նեպտուն մորակի 4 աստիճան խոյ կենթանակերպում Նեպտունն է անորոշության նաեւ խաբեության մանիպուլյացիաների մորակը եւ 4 աստիճան խոյ Խեցգետին կենթանակերպում գտնվելու է լուսինը, որը նշանակում է կեղծ տեղեկատվության տարածում, խաբեության հավանականությունը բարձր է, այնպես որ զգուշ եղեք հենց հուլիսի 13-ի առավոտյան ժամերին օրվա ընթացքում նույնպես կպահպանվի այդ լարված քառակուսին եւ հապճեպ որոշումներ մի կայացրեք այդ ժամանակ։ Եվ հուլիսի 14-ին վաղ գիշերը, այսինքն 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի ժամանակով 1:57 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի նախ սահմանափակումների մոլորակ չարաբաստիկ Սատուրնի հետ 14 աստիճան խոյ կենթանակերպում Սատուրն եւ 14 աստիճան Խեցգետնում գտնվում է լուսինը։ Սա բավականին լարված գիշեր է, հնարավոր են մղձավանջային երազներ, գիշերային ժամերը շատ լարված են։ 10:26 րոպեին հուլիսի 14-ին լուսինը կմիանա հետընթաց շարժվող Մերկուրիի հետ 19 աստիճան Խեցգետնում, իսկ 13:43 րոպեին լուսինը կմիանա Արեգակին եւ կկայանա հուլիսյան նորալուսինը 22 աստիճան Խեցգետին կենթանակերպում։ Շատ հետաքրքրական է, որ այս նորալուսինը համընկնում է այսպես տարեդարձի հետ ֆրանսիական մեծ հեղափոխության, որովհետև դա Բաստիլի գրավման օրն է 1789 թվականին հուլիսի 14-ին նաև գրավել է Բաստիլիան եւ այդ ժամանակ նույնպես Յուպիտերը Ուրանի հետ գտնվում էր Արիուցում, դե այժմ բարենպաստն այն է, որ Ուրանը միացած է Յուպիտերին եւ դրանց դիմակայում էր այդ ավերիչ Պլուտոնը, որը շատ իսկապես խորհրդանշական է, այսինքն այս մեր դարաշրջանի հետ կապված, երբ իրականում տոտալիտար, բռնակալական, բռնատիրական ռեժիմները թափ են առնում, այս չնայած բոլոր այդ դեմոկրատական հռչակված այսպես փառաբանված արժեքների եւ մարդու իրավունքներ եւ այլն, բայց այնուամենայնիվ ամբողջ աշխարհում թափ է առնում այդ բռնատիրությունը, մարդկանց կամքի վրա բռնանալը, այդ կալանավորումները, այդ ամենը ոչ միայն Հայաստանում է, այլ առհասարակ սիրելի բարեկամներ ամբողջ աշխարհով մեկ։ Եվ իհարկե կատարեք նորալուսնի բոլոր այն արարողակարգերը եւ հմահախոսությունները, որոնք առկա են իմ երկրորդ YouTube-յան ալիքում Աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, եթե բաժանորդագրված չեք, անպայման վիդեոյի վերջում հղումը կա, անպայման բաժանորդագրվեք եւ կատարեք այդ արարողակարգերը։ Հուլիսի 15-ին 14-ի լույս 15-ի գիշերը 2:35 րոպեին լուսինը մուտք կգործի Արիոց կենթանա եւ արդեն 7:48 րոպեին վաղ առավոտյան կմիանա մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի հետ, որը հունիսի 30-ից արդեն իսկ 1 տարով գտնվում է Արիոս կենթանակերպում, 3 աստիճան Արիոցում կմիանան լուսինն ու Յուպիտերը։ 9:39 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի Ուրան մոլորակի, 4 աստիճան երկվորյակներում Ուրանն է եւ 4 աստիճան Արիոցում գտնվում է լուսինն ու իհարկե օրը բավականին անկանխատեսելի է, բավականին տուրբուլենտ հուլիսի 15-ը, որովհետեւ մի կողմից առավոտյան ժամերին բարենպաստ է լուսնի Յուպիտերի միությունը, լուսնի Ուրանի վեցանկյուն, այսինքն արագ դրական զարգացումներ տեղի կունենան, դե նոր գործերը ընդհանրապես խորհուրդ է տրվում լուսնի 3-րդ օրվանից սկսել, բայց այնուամենայնիվ ինչ որ նոր խմորումներ
լուսիններ կսկսվեն արդեն հուլիսի 15-ից եւ 9:41 րոպեին լուսինը նաեւ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի անորոշության մոլորակ Նեպտունի հետ, որը գտնվում է 4 աստիճան առյուծ խոյ կենդանակերպում։ Իհարկե, սա շատ բարենպաստ է, բայց ամեն դեպքում լուսնի փոխհարաբերությունները բարձրագույն մոլորակների հետ լարվածության աճի մասին են խոսում, այն մասին, որ համաշխարհային կառավարությունը այդ աշխարհի տիրակալները որոշումները կայացրել են արդեն եւ մնում է դա իրականացնել։ Մի փոքր լարվածությունը կաճի իհարկե ժամը 10-ի մոտակայքում հուլիսի 15-ին, երբ լուսինը կդիմակայի Պլուտոն մոլորակի հետ, 4 աստիճան ջրհոսում Պլուտոնն եւ 4 աստիճան առյուծում լուսինը, սա իհարկե անբարենպաստ է պարզ ժողովրդի համար, բռնություններ, ուժի գործադրում, վախեր, կարող են ինչ-որ հայտարարություններ տարածվել, որոնք հնարավոր է վախ առաջացնեն ժողովրդի միջավայրում, ինչ-որ ագրեսիայի դրսևորումներ, միջայլոց այդ գայլերի հարձակումը Սյունիքի մարզում նույնպես կապված է իմ կարծիքով հենց Պլուտոնի եւ Յուպիտերի դիմակայության հետ։ Այսինքն ագրեսիան բավականին բարձր մակարդակի է եւ նաեւ այդ Թամպես վթարներն են շատացել, տարերային աղետներից, դա ամենը իհարկե հուլիսի կանխատեսումներում, այդ ամենը ես կանխատեսել եմ ավերիչ վտանգավոր հուլիս ամիսը, կարող եք դիտել, եթե չեք դիտել, եւ արդեն երեկոյան հուլիսի 15-ին 21:58 րոպեին լուսինը 6 անկյուն կառաջացնի նաեւ ակտիվության նախաձեռնության Մարս մոլորակի հետ, 11 աստիճան առյուծում գտնվում է լուսին եւ 11 աստիճան երկորակներում գտնվելու է Մարսում, սա բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար, այնպես որ հուլիսի 15-ի երեկոն աշխատեք ակտիվ անցկացնել, այսպես ֆիզիկական ակտիվությունը ձեր առողջության գրավականն է, սիրելի բարեկամներ, դա հիշեք։ Եվ հուլիսի 16 է նույնպես բարեխառն օր է, 2:26 րոպեին գիշերը լուսինը եռանկյունի կառաջացնի Սատուրն մոլորակի հետ, 14 աստիճան առյուծ կենդանակերպում լուսինը եւ 14 աստիճան խոյ կենդանակերպում գտնվում է Սատուրնը։ Եվ իհարկե բավականին այսպես նույնպես բարեխառն օր է հուլիսի 17-ը 4:06 րոպեին վաղ առավոտյան Երևանի ժամանակով լուսինը մոտ կգործի կույս կենդանակերպ, իսկ 11:44 րոպեին լուսինը քառակուսի կառաջացնի անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ 4 աստիճան կույս նշանում լուսինն է եւ 4 աստիճան երկորակներում գտնվում է Ուրանում, սա նշանակում է, որ ամեն տեսակ կապի խափանումներ, ճանապարհներին հնարավոր են խցանումներ, հնարավոր են վթարներ, պայմանավորվածությունների խախտումներ, այսինքն հուլիսի 17-ի ցերեկը ինչ որ կարևոր հանդիպումներ կամ փաստաթղթերի ստորագրում մի նշանակեք, որովհետև դա կարող է չեղյալ համարվել, հայտարարվել։ Բայց դրական էներգիաները կսկսեն գերիշխել հուլիսի 17-ի երեկոյան, երբ ժամը 19:05 րոպեին լուսինը կմիանա Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներայի հետ 8 աստիճան կույս կենդանակերպում։ Սա բարենպաստ է ցանկացած խնջույքների, հանդիպում, ընկերական հանդիպումների, ընկերուհիների հետ հանդիպումներ, այսինքն կանանց հետ հարաբերությունների բարելավման, ներընտանեկան հարաբերությունների կարգավորման, այնպես որ հուլիսի 17-ի երեկոն այդ տեսանկյունից շատ բարենպաստ օր է։ Բարեխառն կանցնի նաև հուլիսի 18-ը։ Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը 3:22 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մարս մոլորակի 13 աստիճան երկորակներում Մարսն է եւ 13 աստիճան ուրեմն կույս կենդանակերպում լուսին։ Իհարկե այս քառակուսին բավական ագրեսիվ է, լարված է, հնարավոր են մղձավանջային ինչ-որ երազներ, լարվածություն, ռազմաքաղաքական այդ թվում լարվածություն, դե տեսնում եք ռուս-ուկրաինական ճակատում, նաև իրանա-ամերիկյան ճակատում ինչ է տեղի ունենում եւ իհարկե Մարսը, որ ագրեսիայի մոլորակն է, քառակուսին կազմելով լուսնի հետ ամեն դեպքում վնասում է պարզ մարդկանց։
10-ից 49 րոպեին արդեն լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրի հետ, որը 17 աստիճան խեցգետնում է գտնվում։ Բարենպաստ է իհարկե նոր նախաձեռնությունների, ինչ որ ծրագրերի սկիզբ դնելու, բայց հիշեք, սիրելի բարեկամներ, որ մինչև հուլիսի 24-ը Մերկուրին շարժվելու է հետընթաց, իսկ հետո էլ օգոստոս ամսվա ընթացքում օգոստոսի 12-ից 28-ը տեղի են ունենալու խավարումների ամառային միջանցք 2026 թվականի, որը իհարկե նույնպես բարենպաստ չէ կարևոր որոշումներ կայացնելու համար, ճակատագրական որոշումներ կայացնելու համար, դեպ հետագայում հնարավոր է ամեն բան փոխվի եւ դուք չկարողանաք այլևս այդ ձեր կայացրած որոշումը փոփոխել։ Այնպես որ բարենպաստ է, բայց պետք է նախորոք լավ օրեր-ժամեր ընտրել, իսկ նոր գործերի համար իհարկե հուլիսի 24-ից հետո ավելի բարենպաստ շրջան է սկսվում։ Բարենպաստ օրեն այս շաբաթվա, այս գալիք շաբաթվա ամենաբարենպաստ օրից մեկն է նաև հուլիսի 19-ը։ Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը 2:13 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Արեգակի հետ 26 աստիճան խեցգետնում Արեգակն եւ 26 աստիճան կույս կենդանակերպում լուսինն է։ Իսկ առավոտյան 8:56 րոպեին Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի նաև կշեռ կենդանակերպ 16:38 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի Յուպիտերի հետ, որը խիստ բարենպաստ է, ինչ որ առևտրի համար, նոր ծանոթությունների համար, իհարկե միշտ հիշում ենք, որ առայժմ Մերկուրին հետընթաց է։ Նաև լավ է ճամփորդությունների համար, ընդհանրապես Յուպիտերը նպաստում է ճամփորդություններին Մերկուրի հետ միասին, որտեղ Յուպիտերը կապված է արտասահմանի հետ եւ դրա պատճառով ինքը նպաստում է ճամփորդություններին։ Եվ 16:58 րոպեին այնուամենայնիվ լուսինը սկսելու է դիմակայել Նեպտուն մորակի 4 աստիճան խոյ կենդանակերպում Նեպտուն եւ 4 աստիճան կշերքում լուսինը։ Իհարկե սա վտանգ է ստեղծում կեղծիքների, կեղծ տեղեկատվության տարածման, խաբեությունների, այնպես որ զգուշ եղեք այդ ժամերին, ինչ որ կարևոր տեղեկատվություն ստանալուց հետո մի քանի անգամ ստուգեք նոր այդ, այսպես ասած, որոշումը դրա այդ ինֆորմացիայի հիման վրա որոշում կայացրեք 17:08 րոպեին լուսինը եռանկյունի կառաջացնի ավերիչ Պլուտոնի հետ 4 աստիճան ջրհոսում եւ 4 աստիճան կշռքում եւ 17:17 րոպեին լուսինը նաեւ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրան մորակի հետ, որը նույնպես գտնվում է 4 աստիճան երկորակներում։ Այստեղ ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում մեծ եռանկյուն, այսինքն հուլիսի 19-ին ձևավորվում է այդ մեծ եռանկյունին, երեկոյան ավելի շուտ։ Սկսում է ձևավորվել այդ մեծ եռանկյունին նախ այսինքն Պլուտոնը ջրհոսում, լուսինը կշեռքում եւ Ուրանը երկորակներում եւ ես կասեի նաեւ Արագաստ է ձևավորվում, որովհետեւ Յուպիտերը նույնպես առյուծում է եւ այստեղ Յուպիտերի գագաթով Արագաստ է ձևավորվում, որը բարենպաստ է։ Այնպես որ հնարավոր է ժամանակավորապես կրկին դադարեն այդ ռազմական գործողությունները, բայց օգոստոս ամիսը շատ լարված է, գերլարված ամիս է եւ նա մանավանդ այդ խավարումների միջանցքի պարագայում, երբ իհարկե շատ վտանգավոր զարգացումներ կարող են լինել, շատ ճակատագրական զարգացումներ կարող են լինել, այսինքն այնուամենայնիվ հուլիսի 15-ից հետո դրական տենդենսները սկսելու են գերակշռել, չնայած հետընթաց Մերկուրիին եւ այլ անբարենպաստ մորակային փոխհարաբերություն, այնուամենայնիվ մի փոքր դադար հնարավոր է նկատվի վերադասավորման նպատակով, ինչպես եւ դա տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին հուլիսի 3-րդ շաբաթվա ընթացքում, այսինքն հուլիսի 13-ից 19 ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, պատրաստ եք։ Սիրելի խոյեր, հուլիսի 13-ից 15-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև տան առք-վաճառք բնակարանի։ Հուլիսի 10-ը, բայց հիշեք սիրելիներս, որ հետընթաց Մերկուրիի ժամանակ դուք չեք կարող մեծ բարձր գնով վաճառել ձեր գույքը։
Այնպես որ եթե ցանկանում եք ավելի բարձր գնով վաճառել, գոնե սպասեք մինչև հուլիսի 24-ը, երբ Մերկուրին արդեն ուղընթաց լինի, բայց հետո էլ գալիս են խավարումների միջանցքներ, այնպես որ այս ամառ այնքան էլ այսպես բարենպաստ չէ նման գործերը կատարելու համար, եթե ուզում եք օգուտ ունենաք այդ գույքի վաճառքից։ Հուլիսի 15-ից 17-ը բարենպաստ է երեխաների, հաճույքների, հանգստի համար, լավ է նաև բիզնեսի համար։ Սիրելի խոհեր, հուլիսի 17-ից 19-ը հիմնականում զբաղվելու եք առօրյական հարցերով, աշխատանքային հարցերով եւ առողջության հարցերով։ Սիրելի ցլակներ, բարի խառն է նաեւ ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը կարճ ճանապարհ, որի ընթացքում հնարավոր է լավ լուրեր եւ հանդիպումներ հետաքրքիր։ Հուլիսի 15-ից 17-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, իսկ 17-ից 19-ը բարենպաստ է երեխաների, հաճույքների, հանգստի եւ բիզնեսի համար։ Սիրելի երկվորյակներ, բարենպաստ է անցնելու նաեւ ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի երկվորյակներ, փող եք ստանալու, իսկ 15-ից 17-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում լավ լուրեր եւ հետաքրքիր հանդիպումներ։ Հուլիսի 17-ից 19-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր, հնարավոր անշարժ գույքի արք ու վաճառ կամ արք կարող եք անել, այսինքն որովհետև էժան գնով ձեռք կբերեք, ավելի էժան գնով, քան պես շուկայականն է։ Սիրելի խեցգետնակներ, ձեզ համար նույնպես շատ բարենպաստ է գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ։ Լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Հուլիսի 15-ից 17-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ հուլիսի 17-ից 19-ը ուրեմն նույնպես կարճ ճանապարհ է սպասվում, սիրելի խեցգետիններ, եւ հետաքրքիր հանդիպումներ եւ լավ լուրեր։ Բարի խառն է անցնելու առույցների համար գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը ակտիվանալու են սիրելի առույցակներ ձեր գաղտնի թշնամիները։ Այնպես որ զգուշ եղեք։ Հուլիսի 15-ից 17-ը բարենպաստ է ձեր արտաքին հմայքը եւ գեղեցկությունը ընդգծելու համար, նամանավանդ Յուպիտերը մեծ երջանկության մորոք հատուկ փայլ է տալիս այժմ առույցիկներին։ Լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի առյուծներ, եւ հուլիսի 17-ից 19-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող կստանաք։ Սիրելի կույսակներ, բարի խառն է նաեւ ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը։ Հուլիսի 15-ից 17-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ 17-ից 19-ը սիրելի կույսակներ զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի կշերքներ, բարի խառն կանցնի նաեւ ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը կարևոր գործնական հարց կլուծվի պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, ինչ-որ գործնական աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված կամ ինչ-որ հետաքրքիր առաջարկություն կստանաք։ Հուլիսի 15-ից 17-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքը, սիրելի կշերքներ, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները եւ շատ բարենպաստ է նաև ուրեմն օնլայն բիզնեսի համար։ Հուլիսի 17-ից 19-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, սիրելի կշերքներ։ Սիրելի կարիճիկներ, բարենպաստ է նաև ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը լավ լուրեր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաև ճամփորդություն։ Շատ մարդիկ կճամփորդեն գալիք շաբաթվա ընթացքում, ես այդպես հասկանում եմ, որտեվ Յուպիտերը բարձրագույն որակների հետ լավ փոխհարաբերությունների մեջ է, որը որ նշանակում է իսկապես մարդկային զանգվածները կուղղվեն դեպի այդ հանգստավայրեր, լողափեր եւ այլն, այսինքն դեռ
շատ այսպես մարդիկ չեն մեկնել հանգստի, բայց զգուշացեք, Մերկուրին հետ ընթաց է եւ ընտրեք այնպիսի վայրեր, այնպիսի հյուրանոցներ, որտեղ արդեն իսկ հանգստացել եք, սիրելի բարեկամներ։ Հուլիսի 15-ից 17 գործնական ինչ-որ կարևոր հարց կլուծվի ձեզ համար, սիրելի կարիճակներ, լինի պաշտոնի հետ կապված, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, կամ ինչ-որ հետաքրքիր գործնական առաջարկություն կստանաք։ Հուլիսի 17-ից 19 արդեն կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեր չափած երեխաները, սիրելի կարիճներ, եւ նաեւ բարենպաստ օնլայն բիզնեսի համար։ Սիրելի աղեղնավորներ, բարեխառն է նաեւ ձեզ համար գալիք շաբաթը, հուլիսի 13-ից 15 զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, ճանապարհներին հնարավոր են ինչ-որ խնդիրներ, առողջական խնդիրներ եւ մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք։ Հուլիսի 15-ից 17-ը հնարավոր է լավ լուր արտասահմանից նվեր կամ ճամփորդություն։ Ճամփորդությունը լավ է աղեղնավորների համար, որովհետև մեծ երջանկության մորակ Յուպիտերը եռանկյունի է վերջո կազմում Արեգակի հետ։ Եվ 17-ից 19 հուլիսի կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի կամ աշխատանքի հետ կապված։ Բադ եւ բարեխառն շաբաթ է սպասվում նաեւ այծ եղջյուրներին, սիրելի այծ եղջյուրներ, հուլիսի 13-ից 15 զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Հուլիսի 15-ից 17-ը էքստրեմալ իրավիճակներ, ճանապարհներին, առողջության հետ կապված, այնպես որ մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին։ Հուլիսի 17-ից 19 լավ լուրեր արտասահմանից, նվեր կամ ճամփորդություն, սիրելի այծ եղջյուրներ։ Եվ վերջո լավ է ավարտվում շաբաթը ձեզ համար։ Բարդ շաբաթ է սպասվում նաեւ ջրհոսներին, սիրելի ջրհոսներ, հուլիսի 13-ից 15 հիմնականում զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերով։ Հուլիսի 15-ից 17-ը ուրեմն զգուշացեք, սիրելի ջրհոսներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Հուլիսի 17-ից 19 էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, այնպես որ նույնպես ինչ որ ռիսկային գործեր մի սկսեք, մեծ պարտքեր մի արեք, հնարավոր է նաեւ խնդիրներ ճանապարհի եւ առողջության հետ կապված։ Սիրելի ձկնակներ, բարեխառն է նաև ձեզ համար գալիք շաբաթը։ Հուլիսի 13-ից 15-ը շատ լավ օրեր են երեխաների համար, հաճույքների համար, հանգստի համար։ Հուլիսի 15-ից 17-ը հիմնականում զբաղվել եք ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերով, իսկ հուլիսի 17-ից 19 զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, դեռ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթը, սիրելի բարեկամներ, այսինքն հուլիսի 13-ից 19-ին գած ժամանակահատվածը։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում Եվ հետևեք ինձ նաև իմ երկրորդ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք անպայման աստրոմագիա եւ թալիսմանների էքսկլյուզիվ մոգական YouTube-յան ալիքին, այնտեղ նոր վիդեոներ են սկսել կրկին լույս տեսնել եւ բաց մի թողեք անպայման կատարեք այդ արարողակարգերը, հետևեք ինձ նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում։ Այսքանը սիրելի բարեկամներ, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք, ցտեսություն։